Դուք զգում եք, որ եկեղեցին գնում է փառքից փառք։ Փառք Տիրոջը, հալելույա։ Տերը օրհնի ձեզ։ Հալելույա, դու կարող ես նստել, ես այսօր խոսք ունեմ քեզ համար երկնքից, հալելույա, ով հավատում, որ ամեն խոսք գալիս է երկնքից։ Գիտեք, եթե ինձանից գար, ոչ մի բան չէր փոխվի։ Բայց երբ որ երկնքից է գալիս Աստծո խոսքը, ինքը փոխում է կյանքեր։ Ամեն։ Ու գիտես, իմ ամբողջ ծառայության ընթացքում, ինչքան ես ծառայում եմ Տիրոջը, միշտ Աստծո խոսքը առաջնային է եղել եւ իր պտուղը տվել է, հալելույա, ամեն, որովհետեւ չկա մի խոսք, որ Տերը չկատարի իրեն հավատացողների համար։ Գիտեք, այնքան հետաքրքիր էր, նոր երբ որ ես ուզում էի բարձրանայի, Տերը մի բան հիշեցրեց, ասեց, հիշում ես, երբ որ ես քեզ խոսում էի ջրորների մասին, քո հետ։ Ու գիտես, այնքան հետաքրքիր Սուրբ Հոգին հիշեցնում այն ժամանակը, երբ որ ինքը խոսում էր դրա մասին, այո, կան ջրորներ, որոնք պղտորված են, կան ջրորներ, որոնք կեղտոտված են, կան ջրորներ, որոնք փակված են։ Գիտես, աշխարհը ինքը շատ իր ազդեցությունն է ունենում այն մաքրության տեղերում, որտեղ որ գիտես, Աստված ուզում է մաքրի, փառք Տիրոջը։ Շատ հետաքրքիր ձևով էր Տերը նոր բացատրում ինձ դա, հիշեցրեց դա, բայց այսօր դա չի իմ քարոզս, իմ քարոզս լինելու է երանելի ես դու։ Կարաս շուր գաս կողքինիդ ասես դու երանելի մարդ ես, որ այստեղ ես ու այսօր լսում ես Տիրոջ խոսքը։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ դու պետք է նայես քո կյանքիդ մեջ, արդյոք դու այդ երանելի մարդն ես, որ համապատասխանում ես Աստծո խոսքին, հալելույա, ամեն, որտեղ շատ ժամանակ մենք ինքներս չենք հասկանում, որ Տերը ինչ է ուզում մեզանից եւ որտեղ ենք մենք գտնվում եւ ինչ վիճակ է մեր մեջ, այ մեր անձերի մեջ, որպես մենք տեսնենք, արդյոք երանելի ենք թե տանջանքի մեջ ենք, որտեղ Աստված ուզում է, որ մենք երանելի մարդիկ լինենք, որտեղ Աստծուն հավատացողները երբեք, ամեն, դժվար չեն լինում, դժվարության մեջ չեն լինում, որտեղ հենց դժվարության մեջ էլ, ամեն, հալածանքների մեջ էլ դու երանելի ես, հալելույա, որովհետև Հիսուսն ասեց, երանելի եք, եթե իմ անվան համար կհալածվեք, փառք Հիսուսին, բայց միջև խոսքին հասնելը ուզում եմ կիսվեմ, որովհետև Տերը խոսած իմ սրտի հետ նա ասեց, հիշեցրա իմ ժողովրդին այդ պատմությունը, որ ես քեզ պատմել էի ու ցույց էի տվել, գիտեք, այսօր ամեն մեկը պետք է դառնա ջրհոր, դուստես, եթե դու այսօր, հա, քո կյանքիդ մեջ ինչ-որ բաներ եկել են, խանգարել են, փակել են, թույլ չեն տալի, որպեսզի այդ մաքուր ջրերը տեսանելի դառնան, այսօր դու պետք է քո կյանքդ մաքրես։ Փառք Հիսուսին։ Քո շուրջդ պետք է մաքրես, ամեն, որովհետև Աստված իր կենդանի ջրերով լցրել է քեզ, որպեսզի քեզանից դուրս գան այդ կենդանի ջրերը, հալելույա, ամեն։ Բայց ինչ անում սատանան, շատ ժամանակ փակում է, կեղտոտում է, գիտես, ինչ-որ բաներ է անում, քար է գցում, ես տեսա մի բան, որ այո, շատ մարդիկ կան, որոնք այսօր իրանց կյանքի մեջ սատանան քարակց է, կեղտոտել է ու չի թույլ տալի, որպեսզի այդ մաքրությունը, այդ պարզությունը երևա։ Եվ Տերը խոսած իմ հետ ասա իմ ժողովրդին, եկել է ժամանակը, որ եւ դու քո ջրորը մաքրես եւ գնաս ուրիշ ջրորներ փորես։ Փառք Հիսուսին։ Ամեն, եւ շատ կարեւոր է սիրելիներս, որպեսզի մենք վերցնենք մարգարեությունները, որ Տերը խոսացել է, այո, մեր Արայիկ եղբայրը լավ խոսում էր, գիտես, այն հավատքի մասին, որ մենք ունեցել ենք ի սկզբանե, հալելույա, գիտեք, հավատքը, այո, չտեսնված բաների ապացույցն է, բայց հավատքը նաեւ կառուցվում է մարգարեական խոսքերի վրա, որ Աստված իր մարգարեական խոսքը ուղարկում է, տալիս է քեզ ծրագիր, տեսիլք, եւ այդ տեսիլքը դու ընդունելով կարողանում ես քայլել հավատքի մեջ եւ ոչ աճ, ոչ ձախ շեղվելով, կատարելով Տիրոջ կամքը հասնել նպատակին։ Սա Աստծո նպատակն էր, որ այսօր մենք ունենանք, Աստծո նպատակն է, որ էլի ունենանք, Աստծո նպատակն է, որ ավելի լավը ունենանք, հալելույա, ամեն, որտեղ երբ որ ինքը ինչ-որ բան ուզում է կառուցի, սատանան ոչ մի բան չի կարող անի։ Փառք Հիսուսին։ Եվ գիտեք, այնպես մի հատ մեծ հավատ կա գալիս քո մեջ, երբ որ դու տեսնում ես Աստծո ձեռքը, հա, ինչ-որ բանի մեջ, դու տեսնում ես, որ Աստված է մատակարարը, որտեղ մարդը չի կարող մատակարարել այնքան, ինչ-որ Աստված է կարողանում, որտեղ Աստված անսահման, հա, հնարավորությունների Տեր է, հալելույա։ Եվ երբ որ մենք գնում ենք մի տեղ կա, որտեղ իմ սրտի մեջ շատ ուժեղ Աստված դրել է ժամանակին, հալելույա, ես ասում եմ, Տեր իմ Աստված, ստե $1 միլիոն էլ է քիչ, 2-ն էլ է քիչ, 3-ն էլ է քիչ, 4-ն էլ է քիչ, 5-ն էլ է քիչ, 10-ն էլ է քիչ, Տեր իմ Աստված, ստե ահագին փող է պետք, որպեսզի քո անվան փառքը համար
այդ տուն կառուցվի, հալելույա։ Ու ես տեսա տաճարի կառուցումը, թե ինչպես էր կառուցվում, հալելույա, ու ինչքան ներդրում արվեց տաճարի վրա։ Փառք Հիսուսին։ Ու գիտես մի խոսք, որ ես իմ հոգում մեջ ստացամ, Տերը խոսաց ու ասեց. ոսկին ու արծաթը իմն է։ Դուստես։ Մերը չի, Դավիթն ասեց. Տեր, ինչ որ դու ինձ տվեցիր, նա էլ տվեցի քեզ, որպեսզի քո անունը փառավորեմ, հալելույա։ Ինչի տվեց, որովհետև իր սիրտը մաքուր էր, իր սիրտը ուղիղ էր Աստծո հետ, եւ ինչ էլ որ ինքը անում էր, Տիրոջ համար էր անում։ Իր անձնականի համար մենք տեսնում ենք այդ բոլոր փորձությունների մեջ անցավ, այդ ամեն ինչը ինքը կրեց իր կյանքում, բայց երբեք Տիրոջից չհեռացավ ու Տիրոջ խոսքը, ամեն ամուր պահեց իր կյանքի մեջ։ Դրա համար այսօր սիրելիս յուրաքանչյուրս պետք է Աստծո խոսքը ամուր պահենք մեր մեջ, հավատ ձեռք բերենք Տիրոջից, որտեղ հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից, երբեք չկասկածենք Տիրոջ մաքուր խոսքի վրա, որտեղ խոսքը 7 անգամ սրբված, մաքրված, այսօր Տերը ուզում է մատակարարի յուրաքանչյուրիդ։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ նա մատակարարն է մեր։ Եվ այսօր եթե դու ցանկություն ունես Տիրոջ հետ հանդիպելու, նրա կենթանի ջրերով լցվելու, հալելույա, ապա բարի գալուս ճիշտ տեղ, որտեղ որ Աստված պատրաստ է քեզ օրհնելու։ Հալելույա, ամեն։ Բայց դու պետք է թոթափես քո վրայից այն ամեն ինչ որ խանգարում է դրան, դու պետք է սկսես մաքրել քո կյանքը։ Ամեն այն սխալ բաներից, որոնք քեզ կեղտոտել են, որոնք թույլ չեն տալի, որպեսզի մարդիկ տեսնեն, հալելույա։ Գիտեք, շատ ժամանակ մեզ խոսում են մարդիկ մեր մասին ու ասում են Երանի մարդիկ են։ Երանի, գիտես, կարող ասեն Գայանի ամուսնուն։ Ինչի համար։ Օրինակ։ Փառք Հիսուսին, ամեն։ Ինչի համար Երանի։ Դուք հարց չեք տալի ձեզ ընդհանրապես ինչ է Իրանից նշանակում երանելի լինելը։ Երանի մարդ, հալելույա։ Ինչի, որովհետև նա մաքուր է, սուրբ է, արդար է, հալելույա, ամեն, եւ նրա կողքը չի կարա ինչ որ մեկը մնա, ամեն, որ սխալ ապրի։ Իր կողքը միշտ լինելու է այն մարդը, որ երանելի է, որը տեսնելու այդ երանելությունը նաեւ իր կյանքի մեջ։ Փառք Հիսուսին։ Բայց երանի լինելու համար Քրիստոսը, իր քարոզի մեջ շատ հետաքրքիր բաներ ասեց, նա տվեց տեղեր, որտեղ մենք պետք է երանելի դառնալու համար, ամեն մեր անձերը քննենք եւ կառուցենք այդ հիմքը, հալելույա։ Ո՞վ ուզում է որ կառուցի իր կյանքը, որպեսզի երանելի մարդ դառնա։ Փառք Տիրոջը։ Գիտես, շատ ժամանակ մենք տրտմում ենք, տկարանում ենք, մտածում ենք ոչ մեկ մեզ չի սիրում, մեզ ձեմ են, մեզ ստենց, մեզ նենց, բայց շատ ժամանակ երբ որ մենք գնում ենք ու Աստծո ավետարանը քարոզում են, ասում են երանելի մարդ են։ Քո մարդը երանելի մարդ է, կամ քո կինը երանելի մարդ է, որովհետև ոչ դու ծխում ես, ոչ խմում ես, ոչ ծակվում ես, ոչ խաղում ես, դու երանելի մարդ ես, ասա ես երանելի մարդ եմ։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ դա աշխարհը տեսնում է, ուզես թե չուզես, աշխարհը տեսնում է քո կյանքը։ Եվ այսօր շատ բաներ խի ես խոսում, ես հասկացա մի բան, թե ինչու Սուրբ Հոգին հիշեցրեց այդ պատմությունը, հալելույա, եթե դու ուզում ես երանելի դառնալ, դու պետք է մաքրես քո կյանքը, որպեսզի այդ կենթանի ջրերը, պարզությունն ու մաքրությունը քո կյանքից բխեն, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Գիտես, շատ ժամանակ մենք այնքան տխուր ենք լինում, այնքան մտածմունքների մեջ ենք ընկնում, ճիշտ ենք անում, սխալ ենք անում, Տեր, որն է ճիշտը, որն է սխալը, մտածում ենք շատ բաներ։ Եվ կարա մեր մտածելակերպի մեջ մերը գա, ոչ թե Աստծո խոսքի ինքը, այլ մեր մտածելակերպը, եւ այդ մտածելակերպը ինչ անի, պղտորի մեր կյանքը եւ կեղտոտի այն տեղերը, որտեղ որ Աստված մաքրել է։ Փառք Հիսուսին։ Դա այո մտածելակերպն է, միտքն է, որը մենք միշտ պետք է մաքուր պահենք եւ Աստծո մտքով նորոգվենք, հալելույա։ Փառք Տիրոջը։ Բայց կան հիմքեր, որ Աստված այսօր ուզում է, որպեսզի մենք իմանանք, հալելույա։ Դա Մատթեոս 5-րդ գլուխն է։ Փառք Հիսուսին։ Մատթեոս 5-րդ գլուխ։ 3-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը։ Փառք Տիրոջը։ Հիմա նայեք սիրելիներս, մենք պետք է հատիկ առ հատիկ քննենք, ինչ է Իրանից նշանակում հոգով աղքատ։ Հալելույա։ Այն մարդը, որ ձգտում է ամեն ժամանակ լսելու, ծառայելու, ուսուցանվելու, աշակերտվելու Աստծո կողմից, ինքը ինչ է հոգով
մաքուր մարդ է, եւ իր հոգին տանում է դեպի Աստծո կամքը։ Եվ այդ ժամանակ դու դառնում ես երանելի մարդ, որտեղ դու Աստծո կամքն ես ուզում կատարես, հաճելի լինես նրան, նրա առաջնորդությունը ունենաս քո կյանքում եւ միշտ բարձրում Տիրոջ հետ ման գաս։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Դու ուրախ ես։ Ու Տերը խոսում է իմ սրտի հետ, այո, ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը երանելի լինի։ Երանի ժողովուրդ։ Երանի նրանց, գիտես, Հիսուսին երանի էին տալի միշտ։ Երանի քո մորը, երանի քեզ ծնողին, երանի քեզ կատտվողին, հալելույա, փառք Հիսուսին, ամեն։ Ինչի պետքա մեզ երանի տան, նրանք պետքա տեսնեն Քրիստոսին մեր մեջ։ Եթե մարդը չի տեսնում մեր մեջ Քրիստոսին, ինքը չի կարող մեզ երբեք երանի տան։ Գիտես, այսօր երանի չեն տալեն հարուստներին, չեն տալեն փողատերերին, չեն տալեն մեծ շենքեր ունեն, ասեն երանի քեզ այս տունը ունես, որտեվ այդ տունը չի երանելիության պատճառը։ Ամեն։ Երանի լինելը Աստծո հիմքերն են, որ քրիստոնյան իր կյանքում պետք է ունենա։ Փառք Հիսուսին, ամեն։ Այո, ես ամենաերանելի մարդն եմ։ Ես ամենի ուրախ, օրտնված մարդն եմ այս աշխարհում, գիտես խի, որտեղ Տերը կամեցավ, որ ես իրան ծառայեմ։ Տերը ընտրեց ինձ։ Տերը ընտրեց ու ասեց, գիտես դու ինձ ծառան ես լինելու եւ դու պետք է ինչ անես վերցնես ու տաս այն ինչ որ իմ մոտ է։ Եվ ես ինքս տիքյան ուզեմ թե չուզեմ, ես միանում եմ երկնքի արքայությանը։ Իսկ երկնքի արքայությանը միացած մարդը ինքը չի կարա մեղք գործի, ինքը չի կարա սխալ գործի, ինքը չի կարա գիտես անօրենություն գործի, որտեղ Տերը նրա հետ է, հալելույա։ Ասա Տերը իմ հետ է լինելու։ Այսօր եւ հավիտյան։ Եվ ես այլևս չեմ կարող սուտ խոսեմ, ես չեմ կարող անիրավություն անեմ, ես չեմ կարող չսիրեմ, ես չեմ կարող չներեմ, ես չեմ կարող անեմ այն, ինչ որ Աստված չի ուզում։ Ես անելու եմ այն, ինչ որ Աստված է ուզում։ Փառք Հիսուսին, երանի հոգով աղքատներին, փառք Տիրոջը, հալելույա։ Որ նրանցն է երկնքի թագավորությունը։ Երանի սքավորներին, որ նրանք կմխիթարվեն։ Փառք Տիրոջը, ստե չի ասում է, որ աշխարհիկ ինչ որ բան անում դու առնես սքավոր, ոչ, Աստծո գործի համար։ Ամեն, տանջված, չարչարված, Աստծո համար դրած կյանքը, ամեն, ուրախությանը վերածվելու։ Ասա ամեն բան Աստված ուրախությանը վերածելու։ Եթե ես ինչ եմ Աստծո հետևից գնացող մարդ եմ եւ իմ անձս չարչարանքների, դժվարությունների, բոլոր հակառակությունների միջով անարատ եմ պահում եւ հասնում եմ նպատակին, հալելույա։ Երեք խոսում ենք մի բանի մասին, ասում եմ, այո, մի հատ այնպես տպավորություն ա, որ մենք պետք է խեղճ լինենք։ Սիրելիս, ով է խաբել ձեզ։ Ով է խաբել, որ քրիստոնյան պետք է խեղճ լինի։ Գիտեք մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ ձեզ, քրիստոնյայից պետք է վախենան։ Ստես դու։ Քրիստոնյայից պետք է վախենան, որտեղ Աստծո խոսքն ասում, եւ ձեզանից կվախենան։ Ինչի կվախենան, որտեղ Սատանան պարտված է։ Մենք երգում ենք դժոխքը պարտված է։ Գիտես դիվական աշխարհը սարսափում է։ Եվ վախի մեջ է, եթե դու հոգով լցված մարդ ես։ Եթե դու երկնքի արքայության հետ կապ ունեցող մարդ ես։ Փառք Հիսուսին։ Եվ ես հասկացա, որ ինձ երբեք չի կարա ոչ մի բան համասարակշռությունից հանի։ Շուր այ կողքին տաս Աստված ուզում է, որ դու համասարակշռված մնաս։ Փառք Հիսուսին։ Մենք տեսել ենք, չէ՞ ոնց են ուզում անեն։ Գիտեք, Սատանան ինչ էր ուզում ասել։ Ինքը եկել էր, երբ որ փորձության մեջ էր Հիսուսը, եւ Սատանան եկել էր, ուզում էր իրան ինչ աներ, հավասարակշռությունից աներ։ Ամեն։ Մենք տեսնում ենք, թե ինչ էր առաջարկում։ Ու մարդը, եթե ինքը բռնվում է դրանով, ինքը կարա ինչ անի, ընկնի Տիրոջ, զորությունից, ընկնի Տիրոջ ձեռքից։ Բայց Աստված ինչ է անում, տուլ է տալի մեզ, որպեսզի մենք Աստծո խոսքով գոտեորված կարողանանք դեմ կանգնենք Սատանային եւ նա փախչի։ Հալելույա։ Կարաս ասես Սատանա հետից գնա։ Դու իմ կյանքի մեջ ոչինչ չունես։ Գիտես, ես կա քո մեջ ինչ-որ բան, հակառակություն, հալելույա։ Գիտես, կավա շատ մարդ ասում է, ես լավի համար եմ հակառակված։ Գիտես, հակառակությունը հակառակություն է։ Դու մենակ պետք է հակառակվես Սատանային։
Ոչ թե գիտես մարդկանց, որովհետև ասում եմ մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, մեր պատերազմը չար իշխանությունների դեմ է։ Դու պետք է ինչ անես հակառակվես այդ մարդուն տանջողի դեմ։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ այո, մենք այսօր շատ ժամանակ մենք հանդիպում ենք այդ ձևի մարդկանց, որոնք տանջանքների մեջ են տարիներով, որոնք չեն կարող ազատագրվեն եւ վախի մեջ են։ Գիտեք, մի նայեք արտաքինը խապուսիկ է, Աստծո խոսքը ասում է մարդու աշկերը խապում են։ Մի նայեք նրանց կյանքին։ Գիտեք, Աստված սրտերն է քնում եւ նրանք այդ վախի մեջ ապրում են։ Ինչքան էլ մարդ ուզում է, գիտես, այս աշխարհում ամեն բան ունենա, բայց նա եթե Քրիստոսին չունի, նա վախի մեջ է։ Ուզի թե չուզի վախի մեջ է ապրում։ Եվ մենք առերեսվում ենք այդ ձևի մարդկանց հետ։ Գիտեք, ես վերջում ամեն օր, ես առերեսվում եմ այդ ձևի մարդկանց հետ, ովքեր որ գիտես ինչ են անում, վախի մեջ են ապրում։ Նրանք տանջվում են։ Գիտես, ոչ մեկը չգիտի ամեն թե այդ մարդու ներքին կյանքը ոնց է ընթանում, բայց Աստված գիտի։ Եվ յուրաքանչյուրին շանս է տալի ճանաչելու իրան եւ Աստծո խաղաղությունը ձեռք բերելու համար։ Եվ ինչու ենք մենք այսօր կանչված ապրելու անհոգ, թե գնալու այն մարդկանց մոտ, ովքեր որ տանջանքի մեջ են, որովհետեւ հենց Հիսուսը տանջվեց, որպեսզի այդ մարդկանց ազատություն տա։ Եվ մենք պետք է պարտավորենք ամեն լինելու այդ մաքուր աղբյուրները բոլորի համար, որ մարդիկ հիանան մեզանից։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Երանի սքավորներին, որ նրանք կմխիթարվեն, Երանի հեզերին, որ նրանք կժառանգեն երկիրը։ Ասա Երանի հեզերին։ Ո՞վ է ուզում երկիրը ժառանգի։ Եղի հեզ ոխոնար։ Ո՞վ է քեզ խանգարում։ Մենք գիտենք ով է ուզում խանգարի, բայց չի կարող խանգարի, եթե մենք հաստատակամ ենք մեր գործերի մեջ, եթե մենք հաստատակամ ենք մեր հավատքի մեջ, հավատարմության մեջ, փառք Հիսուսին, ամեն, Հիսուսը այստեղ է հիմա։ Եվ դու պետք է այսօր վերցնես այդ ամենը, որ դառնաս այդ երանելի մարդը, հալելույա, ոչ թե տանջված, ոչ թե գիտես այս աշխարհից հոգնած, մենք չպետք է հոգնենք, փառք Հիսուսին, ամեն, մենք ավելի պետք է ուժ վերցնենք Աստծուց եւ որպեսզի կարողանանք մարդկանց համար օգտակար լինենք մեր շրջապատող, հալելույա։ Եթե դու այսօր օգտակար չես մարդկանց փրկության համար, ինչ ծրագրի մասին է խոսում, ինչ երանելի կյանքի մասին է խոսում։ Փառք Տիրոջը։ Ով է դու ուզում ես, չէ՞ որ երանելի մարդ դառնաս։ Ստեյց երանելի մարդ դուրս գաս։ Դու այսօր դուրս գաս։ Երանի նրանց, որ սոված եւ ծանավ են արդարության, որ նրանք կկշտանան։ Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Հալելույա։ Գիտես չի ասում մենակ ընդեր, հենց այստեղ։ Հենց այսօր, այստեղ, այս վայրում, եթե քո սիրտդ մաքուր է, դու Աստծուն կտեսնես։ Փառք Հիսուսին։ Որտեղ Աստված ինչ անում, բացում է դռները, որպեսզի դու հաղորդակցվես իր Սուրբ Հոգու հետ, որ դու տեսնես նրա ճշմարտությունը, լույսը, հալելույա, որ դու աղ դառնաս, ոչ թե անհամանաս, այլ աղ դառնաս։ Գիտես շատ ժամանակ ես լսում եմ, որ ասում են, այնքան անհամ մարդ է։ Լսել եք, չէ՞ ձևի խոսք։ Անհամ մարդ է։ Իր խոսալու հետ, իր այդ մարդու հետ խոսալու հետ ոչ մի բավականություն չես ստանում։ Անհամ է։ Բայց գիտես դու եղեն մարդը, որը միշտ համով կլինի, որ երբ որ դու մարդկանց հետ հանդիպես, ասեն, մենք ուզում ենք էլի հետ հանդիպենք քո հետ։ Փառք Հիսուսին։ Գիտես ես ցնցվել էի ու գիտես շատ ժամանակ մեծամ, այս մարդը հնարավոր չի ինքը ստենց ասե, բայց մենք չենք նայում մարդու ասածին, մենք նայում ենք Աստծո խոսքին, որտեղ որ Աստված գալիս է, ամեն բան փոխվում է։ Եվ վերջում գիտես ինչ ասեց։ Հալելույա։ Խնդրում եմ, սա վերջինը չլինի։ Սա ոչ վերջինն է, ոչ առաջինն է։ Սա հավիտենականության համար է։ Իմ հանդիպումը, ասա իմ հանդիպումը, մարդկանց հետ ժամանակավոր չպետք է լինի։ Իմ հանդիպումը պետք է երկարատև լինի, որովհետև շփման միջոցով, երբ որ մենք շփվում ենք իրար հետ սիրելիներս, մեր մեջ Աստված գործում է։ Երբ որ մենք երկուսով միաբանվում ենք, Աստված լսում է եւ պատասխանում է։ Մի առանձնացրակես, եթե դու քեզ այսօր առանձնացնես, դու չես կարող Աստծո հետ քո շփումը մտերմացնես, որովհետև Աստված եւ իմ մեջ է եւ քո մեջ։
Փառք Հիսուսին, որպեսզի մենք էլ լինենք ինչ միաբանության մեջ իր հետ։ Փառք Տիրոջը։ Շատ մարդիկ ասում են, դե ես մենակ կարամ հաղթանեմ, ոչ մի բանը չես կարող մենակ անես, որովհետև եթե սատանան կարողացավ քեզ առանձնացնել Տիրոջ հոտից, դու 100%-ով բաժին կդառնաս գայլի, որը որ ինչ անում, գոռոզ այռուցի նման մանագալի, թե ում կուլ տա, հետ չմնացող չլինես։ Չլսես ոչ մեկի, լսիր Աստծուն։ Գնա Աստծո հետևից, նրա տեսիլքը կատարելու համար, նրա հետ փոխհարաբերությունները տեսող ճշտի, եւ որ Աստված կարողանա, իր կամքը քո կյանքում կատարել։ Հալելույա։ Որտեղ նա նայում է քո որոշմանը։ Երանի, այո, Երանի սրտով մաքուրներին։ Փառք Հիսուսին, որտեղ նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդի կկոչվեն։ Գիտես, ես վերջում շատ ուժեղ Տերը հանդիմանեց ինձ, ասեց, երբեք ձայնը չբարձրացնես։ Երբեք ձայնը չբարձրացնես։ Որտեղ ես չեմ ուզում, որ քո ձայնը բարձրանա։ Քո ձայնը թող միայն բարձրանա այն ժամանակ, երբ որ դու կաղոթես մարդկանց համար, երբ որ դու կկանգնես մարդկանց համար, հալելույա, ձայն բարձրացած ձայն չունեցողների համար, հալելույա, բայց եթե քո ձայն բարձրանալով պետք է անախորժություններ եղել, լռի եւ լսի։ Փառք Հիսուսին, որտեղ լռություն, հասա լռությունը խաղաղություն ա բերում։ Փառք Հիսուսին, ամեն, երբ որ դու լռում ես, խաղաղությունը գալիս է։ Դու բապացուցելու բան չունես, գիտես Հիսուսը երբեք չէր գոռում։ Հիսուսը երբեք չէր արդարանում։ Նա գիտեր, որ իրեն արդարացնող կա։ Նա գիտեր, որ իր համար վկայող կա։ Եվ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իմանա, որ իր առաջի վկան Քրիստոսն է։ Արդյոք Քրիստոս ընդունում է ինձ, արդյոք Քրիստոս լսում է ինձ, արդյոք Քրիստոս ինձ առաջնորդում է։ Արդյոք ես Քրիստոսի մեջ եմ եւ Քրիստոսի իմ մեջ։ Արդյոք ես կատարում եմ նրա կամքը, թե ես կատարում եմ իմ ուզածը։ Եվ հենց այն ժամանակը, որ Տերը վկայում է, հիշում եք, կարգի մեջ, ասել Աստծո կարգի մեջ երկնքից ձայն է գալիս։ Սա է իմ սիրելի որդին, իրան լսեք, հալելույա։ Գիտես, այո, նա խոսած երկնքից, բայց ոչ բոլորը լսեցին։ Փառք Հիսուսին։ Ասա Տեր, բացիր իմ ականջները, որպեսզի այսօր ես լսեմ քո ճշմարիտ խոսքը, հետ դառնամ Տեր իմ Աստված եւ լինեմ այդ երանելի քո զավակը այս երկրի վրա։ Այո, ես երանելի մարդ եմ։ Կարա շուրջ գաս կողքինիդ, եթե երանելի չես, չասես, ասա, ես այսօր դառնալու եմ ամենաերանելի մարդը։ Ես շնորհակալ եմ քո համար։ Փառք Հիսուսին։ Գիտես, շատ ժամանակ մեզ ասում են, տարել է, իրանց տարած են, ինչ-որ բան խախտված է, երբ որ դու ուրախությամբ գնում ես ճանապարհը, հալելույա, ամեն, ու Տերը մի խոսք ասում, դու էլ փառավորում ես նրա անունը, գիտես սատանան ինչ ասում, միշտ լռեցնի քեզ։ Ես հասկացել եմ բեն, որտեղ որ դու մտնում ես, եթե Քրիստոսի անունը տալիս ես, ամեն բան խոնարհվում է։ Չկա միտեղ, որտեղ դու Քրիստոսի անունը խոսած եւ սեր ցույց տաս մարդկանց, իրանք չհալվեն։ Գիտեք աշխարհը ինչքան կարիք ունի սիրո։ Ինչքան կարիք ունի բարի խոսքի։ Արդյոք դու մի բարի խոսք ասել ես ինչ-որ մեկին եւ նրա կյանքը խոնարհվել է Աստծո առաջ։ Փառք Հիսուսին։ Մենք գնում ենք ասում ենք դու մեղավոր ես, դու սխալ ես, դու ես, այդ մարդը գիտես ինչ անում, ընկնում է մոլորության մեջ։ Նա չի հասկանում, լավ, բա ո՞նց կլինի։ Բայց երբ որ մենք գնում ենք եւ բարի հաճելին ենք խոսում մարդկանց հետ, մարդիկ փոխվում են։ Որտեղ նրանք պետք է տեսնեն ոչ թե մենակ խոսալուց քեզ, այլ նրանք քո հոգին պետք է տեսնեն։ Որ դու հոգի ես դնում նրա համար։ Որ դու հոգով ուզում ես, որ մարդը չկորչի, որ դու հոգով ուզում ես մարդը, որ կանչված է Աստծուց, լցվի Տիրոջ հոգով։ Որ մարդը վառվի կրակով։ Չկա մի մարդ, ես չեմ տեսել Աստծո խոսքի մեջ մի մարդ, որ Աստծո կրակով լցվեր եւ պարտվեր։ Փառք Հիսուսին։ Կրակը չի մարելու։ Տիրոջ կրակը երբեք չի մարում։ Եթե այդ կրակը դու թույլ ես տվել, որ մարել է, ուրեմն դա Աստծո կրակը չի եղել, որովհետև ոչ ոք Աստծո կրակը չի կարա մարի։ Եթե դու ամեն օր լսի, ամեն օր, ասա ամեն օր, այդ կրակի վրա փայտ ես դնում։
Եվ կրակը չի հանգում։ Գիտես, պատկերացրեք, եթե քահանաները, հա, իրանք անտարբերության մատնեին այդ բյուրավառները, որոնք պետք է չհանգեին։ Այդ մոմերը, որոնք պետք է չհանգեին, այդ գիտես, որ վառվում է Տիրոջնան, ասում են նա օր ու գիշեր հետևեք, որ հանգարց կրակը չհանգի։ Եվ այսօր Աստված ուզում է, որ դու հետևես քո կյանքին, որ կրակը չմարի։ Փառք Հիսուսին, բայց եթե դու անտարբեր մնաս, հաստատ կմարի։ Եվ հետո գիտես, Աստծո վրա չգցես, ասես, վայ, խի ես ձևի եղավ, որովհետև դու թույլ տվեցիր։ Ես թույլ չեմ տա, որ կրակը մարի։ Ես այդ ձևի որոշում չունեմ։ Ես որոշում ունեմ, որ ամեն օր վառվեմ, ամեն օր կրակով լցվեմ, ամեն օր Տիրոջ փայտերը լցնեմ իմ կյանքի մեջ։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Երանի խաղություն անողներին, որ նրանք Աստծո որդի կկոչվեն։ Օ, Տեր իմ Աստված, ես Աստծո որդի եմ, փառք Հիսուս ջան քեզ, հալելույա։ Մեկ էլ տեսնում ես ինչ, փոխանակ խաղություն բերեն, բերում են պատերազմ։ Սիրելիներս, եթե քո խոսքը պետքա պատերազմ բերի, լավ նայի քո խոսքին։ Եթե քո խոսքը պետքա հակառակություն բերի, քննիր քո անձը։ Խաղարարները, ասա խաղարարները, ասա որդիկ կլինեն։ Ինչ-որ մեկը, երբ որ ինչ-որ մի բան խոսում է, թեկուզ աշխարհիկ, ու դու գիտես պատասխանում ես նրան, որը խաղություն չի բերելու, դու ինքստիկյան ընկնում ես նրա սահմանը, ոչ թե դու սահման ես պահում խաղաղության։ Փառք Հիսուսին, պայր խաղաղությունդ։ Եղիր խաղաղության զինվոր, հալելույա։ Ամեն, խաղապահ, որ դու չես տալի ոչ այն կողմը, ոչ այն կողմը, ինչ անի իրար հետ, հա, կռվի մտնեն։ Փառք Հիսուսին, մենք այսօր կանգնած ենք։ Ամեն մի քրիստոնյա կանգնած է այդ սահմանի վրա, որպեսզի թույլ չտա այդ կռիվները, բամբասանքները, խոսակցությունները իրար մեջ լինեն։ Հալելույա, որտեղ ինչ անում ինքը պահում այդ գոտին։ Եվ այսօր Աստված ուզում է սիրելիս, որպեսզի դու այդ խաղաղությունը եւ այդ խաղապահը լինես, որպեսզի Աստծո որդի կոչվես։ Օ, ես Աստծո որդի եմ, բայց գիտեք սիրելիներս, Աստծո որդի լինելով էլի եմ ասում, դու պետքա պահես։ Հալելույա։ Երկու կողմերին էլ, գիտես այսօր մի քույրիկը մյուս քրոջ հետ հարցեր ունեն ու քեզ են դիմում, դու էլ այնպես ես անում, ում հետ ունես նրան պահում ես, ում չունես գցում ես։ Հետո ասում ես ես Աստծո որդի եմ, խաղապահ եմ, դու խաղաղության որդի չես։ Խաղաղության ինչ անում, համերաշխության ա բերում։ Խաղապահ ինչ անում, երկուսին բարեշացնում է, երկուսին բերում է սիրո մեջ եւ այդ սերն է հաղթում, հալելույա։ Փառք Տիրոջը։ Ասա փառք Հիսուսին։ Այսօր ամեն քարկծած տեղերը մաքրվելու են։ Այսօր ամեն կեղտոտված տեղը մեր կյանքում մաքրվելու է։ Իմ կյանքից սկսած, քո կյանքից վերջացած։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Դու ուրախ ես։ Դու հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Փառք Հիսուսին, որ հասկանում ես։ Այո, երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը, հալելույա։ Արդարության համար հալածվի։ Դու արդար եղի, դու հալածեն քեզ։ Ես իմ կյանքի մեջ շատ եմ տեսել։ Ամեն։ Ու վերջում Աստված ասա, երանելի մարդ ես։ Օ, հալելույա, Տեր իմ Աստված, սրա մեջ ինչ երանելի բան կա։ Դու կարող ես մարդկային ձևով մտածես, ի՞նչն է երանելի, Տեր իմ Աստված, հալելույա, հալածում են ինձ, դու չգիտեն, Տեր, հասկանում ես արդեն Տերն ասում է, երանելի մարդ ես։ Փառք Հիսուսին, որտեղ արդար վարվի, որ երանելի դառնաս։ Արդար եղիր։ Ով ինչ ուզում ասի, թող հալածեն քեզ, մենակ Քրիստոսի համար, ոչ թե քո չարած գործերի համար, ոչ թե քո չարության համար, ոչ թե քո ցանկությունների համար, այլ Քրիստոսի անվան համար։ Ինչ որ եկեղեցու հետ կապված է, դա Քրիստոսի անունն է։ Սա ոչ իմ անունն է, ոչ քո անունն է, ինչ որ եկեղեցու հետ կապված է, դա Քրիստոսի անվան շուրջն է։ Եթե դու խոսում ես, Քրիստոսին ես խոսում։ Եթե դու բողոքում ես, Քրիստոսին ես բողոքում։ Եթե դու հակառակվում ես, նրան ես հակառակվում։ Եթե դու խոնարհվում ես, նրան ես հակառակվում։ Եթե դու խոնարհվում ես, նրա համար ես խոնարհվում։
Եթե դու հեզ ես նրա համար ես հեզ, եթե դու խաղաղություն սիրող ես նրա համար ես, չի ասում հովի զավակը կլինես, ոչ, ասում է նրա զավակը կկոչվես։ Գիտեք, ես հենց այնպես չէր, որ ասում է եկեղեցին գնում է փառքից դեպի փառք։ Ամեն ինչը եւ այստեղ եւ Աբովյանում եւ Ռուսաստանում։ Գիտես ամենտեղ ես տեսնում եմ Տիրոջ ձեռքը, որտեւ եթե ես մարդկային աչքերով նայեմ, հալելույա, մենք այսօր ոչինչ չենք ունենա, բայց սա հավատքի պատասխանն է եւ գիտեք, երբ որ հավատում ենք, մենք Աստված գործում է։ Այսօր գիտեք ինչն է, պատվի արժանացնել ասում, դա մեծ պատիվ է մարդու համար, որ ինքը կարանա այդ մարդը դառնա ասում պատվելու։ Փառք Հիսուսին։ Իսկ դու գիտեք, որ Աստված ամեն մեկի ձեռքից չի վերցնում պատիվը։ Հիմա բացատրեմ ինչի։ Ասում եմ, իմ հետ ոնց վարվում ես, նույն ձևի քո իշխանավորի հետ վարվի։ Արդյոք նա կընդունի այդ, ինչ որ դու բերում ես ինձ։ Առողջը լավը թողած, կաղը հիվանդն ես բերում մատուցես։ Միթե դա կընդունվի։ Ավելնորդը քո կյանքի ասում պետք չի, քո կյանքի անմնացորդն է պետք, ամբողջական քո կյանքը, Տիրոջը։ Դե Տեր, ժամանակ կլինի կաղոթեմ, ժամանակ կլինի կծառայեմ, ժամանակ կլինի կանեմ, Աստված ընդունում է։ Մենք պետք է նվիրվենք Քրիստոսին, որ երանելի մարդիկ դառնանք։ Հալելույա։ Ինչ ես մտածում, մարդը, որ 100,000-անոց $100,000 մեքենա քշում, հալելույա, հա, իրան ասում է երանի, գիտես ինչ անում, կարա մի ակնթարթում այդ 100,000-անոց մեքենան դառնա աղբակույտ։ Կարա թե չի կարա։ Փառք Հիսուսին։ Գիտես, այս վերջում մենք տեսանք, թե ինչ մեծ երկրաշարժներ եղավ ու ինչքան վնաս եղավ այն քաղաքին, որտեղ որ ամենահարուստ տեղն էր։ Դուք տեսաք ինչ կատարվեց։ Հիմա ես ձեզ մի տեղ կարդամ, որ այդ ամեն ինչից, այդ արհավիրքներից Աստված պահելու է մեզ։ Ո՞վ է ուզում, որ ամեն ահավիրքից պահի մեզ։ Փառք Հիսուսին։ Աստված է ասում։ Ոչ մի չար բան, ասա ոչ մի չար բան չի մոտենա քո տանը։ Փառք Հիսուսին։ Բայց երբ չի մոտենա, երբ որ դու բարձրալի ծածկոցի տակ կբնակվես եւ նրա թևերի տակ, ոչ թե աշխարհի։ Ասա Տեր, ուզում եմ այսօր երանի մարդ դուրս գամ ստեից։ Արեք բացենք հայտնություն 16-րդ գլուխ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտես ոչ մեկը չգիտի վաղը ինչ անելու։ Ամեն։ Կաստ է մարդը որ գիտի վաղը ինչ անելու։ Մինչև Աստված հայտնել չտա։ Ամեն։ Աստված գիտեր, որ Սոդոմ Գոմորը վառվելու է, Աբրահամին ասեց, իմ ծառա Աբրահամից ոչ մի բան չունեմ տակցնելու։ Փառք Հիսուսին։ Եվ մենք շատ վկայություններ ենք լսել, երբ որ այն ահավիրքների ժամանակ Աստված զգուշացրել է մարդկանց եւ դուրս հանել։ Փառք Հիսուսին, որտեղ նրանք այդ մարդիկ աշխարհի ոչ մի բանից կապված չեն եղել։ Հայտնություն 16։ Հալելույա։ Տասնինգերորդ խոսքից։ Ահա գալիս եմ գողի նման, ասա միամիտ է գալու Տերը։ Երանի նրան, որ արթուն է։ Լսում եք։ Ում երանի։ Ասա գողի պես եմ գալու, բայց երանի նրան, որ արթուն է։ Գիտես, ես տեսնում եմ, որ եկեղեցին արթնանում է։ Մտնում այդ արթնության մեջ, որ միշտ աղոթքները բարձանում են եւ եկեղեցին արթնության մեջ է լինում։ Հալելույա։ Ես երեք գիշերը 2-ին արթուն էի, հալելույա, ամեն, ու իմ սրտի մեջ անհանգստություն կար ու փառք Հիսուսին այդ անհանգստության համար։ Եթե ես արթուն չլինեի, հաստատ
ինչ կներ, ինչ որ վատ բան կներ, հաստատ կներ, բայց Աստված արթուն ապահում, ասա Աստված իր զավակներին ուզում է, որ արթուն լինեն, հալելույա, վեր կաց, ամեն, լուսավորվիր, որովհետև այսօր լույսը եկել է, որովհետև աշխարհը խավարն է պատե, բայց քեզ վրա ծագել է Տերը, հալելույա, որ դու արթուն լինես, ամեն եւ զարթուն լինես, քո բոլոր քայլերիդ մեջ, հալելույա, փառք Հիսուսին, ագալս եմ գողի նման, Երանի նրան, որ արթուն է եւ իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգա եւ նրա ամոթանքը չտեսնեն, հալելույա, փառք Տիրոջը, ինչը ցույց տվեց մերկությունը մարդու, մեղքը, ամեն, ասա Տեր, պահիր ինձ մեղքից, իսկ ամենամեծ մեղքը նա է, որ չեն հավատում, որ իրանց ցանկությունները ավելի առաջ են դնում, քան թե հավատքի գործերը, որովհետև արդարը, ասա արդարը, հավատքով ապրում, փառք Հիսուսին, ու ես չեմ էլ կասկածում, որ մենք հավատքով ապրելու ենք, հասնենք, արդար ենք լինելու, մեկս մյուսի նկատմամբ սիրո մեջ ենք լինելու, աշխարհը չի ճանաչում, ասում է, ամեն եւ չէ կարա ճանաչի, որովհետև նրանց հետ է, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեր հետ է, ձեր վրա եւ ձեր մեջ, ասա Սուրբ Հոգին այստեղ է, եւ նա տեսնում է ամեն բան, հալելույա, եւ ես չեմ կարող խոսամ այն, ինչ որ ես չեմ ապրում, ես չեմ կարող անեմ այն, ինչ որ չեմ խոսում, փառք Հիսուսին, հավատացի դրա համար խոսեցի, հավատում եմ, խոնարհվում եմ եւ ասում ընդունում եմ իմ կյանքի մեջ, անվերապահորեն նրա կամքն է իմ կյանքի մեջ, ոչ թե իմ ցանկությունները, փառք Հիսուսին, եւ ես ուրախ եմ, ով է ուրախ, երբ որ իրան գալիս են ասում են, մենք քեզ շատ ենք սիրում, գաստ է մարդ, ում որ գան ասեն, մենք քեզ շատ ենք սիրում, ինչ եք մտածում, այդ մարդը ամենաերանելի մարդն է այս աշխարհում, թե չէ, հա, բախի չես ասում, ինչի չես ասում, մեկին գնաս, ասես, գիտես, ես քեզ շատ եմ սիրում, դու երանելի մարդ ես, հալելույա, որ իրանեն ինքն էլ լավ զգա իրան, հալելույա, ես ասում եմ, ես սպասում եմ, գիտեք շատ ժամանակ, մարդը սպասում է, հա, պատասխանին, իր արած գործի պատասխանը, գիտես Ալիսը, օր ու գիշեր աղոթում է, բանը, մեր Վանուշ եղբայրը, մեր աղոթքի թիմը, ստեիք դուք, ամեն օր ձեր համար եկեղեցու, ստե ով որ կա, բոլորիդ համար, ամեն օր բարեխոսում են, եղելա մի օր գնաս, ասես Պալինա, Վարուշ, շնորհակալ եմ, ես քեզ շատ եմ սիրում, գիմացի, որ դու իմ ամենալավ աղբերն ես կամ քուրն ես, ինչ եք մտածում, ինչ կզգա ինքը իրան, վախի չենք անում, ինչի չենք անում, որտեղ չենք սիրում, էդ էլ կարա ալնի, բայց ով որ ֆայվում է ու չի անում, ասում է, ով որ բարին գիտի ու չի անում, սիրելիներս, ով որ բարին գիտի ու չի անում, ինքը մեղք է գործում, հետո ասում ենք, Տեր ներիր մեզ մեղքերից, հալելույա, ներիր Տեր իմ Աստված, ասա Աստված ներում է, նորից ասա այսօր, Աստված ուզում է ների, որ գիտեմ ու չեմ անում, կաստ է մարդով, որ չգիտի, որ աղոթում են իրանց համար, չկա, չէ, բոլորդ գիտեք, որ կաղա մի քանի հոգի, բայց բոլորդ գիտեք, որ իրանք աղոթում են, բարեխոսներ են, բայց մեկը մոտեցել ասի, շնորհակալ եմ, ես ձեզ շատ եմ սիրում, հալելույա, այդ մարդը դառնում է երանելի մարդ ասում է, օ, Տեր իմ Աստված, փառք քեզ, որ ինձ գնահատեցին, գիտես մենք շատ ժամանակ աշխարհին ավելի շատ ենք ուզում նմանվենք, քան թե Աստծուն, հալելույա, եղեք շնորհակալ սիրտ ունեցեք, փառք Հիսուսին, ամեն, ես տեսել եմ, թե ոնց են մարդիկ խոնարհվում նրանց առջև, ովքեր որ աշխարհից, հա, իրանց օգուտ են տալի, ստես դու, հələ գնա մեկի մոտ, ով որ քեզ լավ օգուտ է տալի, տես ոնց է խոնարհվում, հալելույա, իր ասածը ոնց անում, հա, իր համար լավ է, չէ, բայց հոգևոր աշխարհում, ասա հոգևոր աշխարհում, եկեղեցու մեջ ծառայողները,
ամեն, պատվի են արժանի, որ դու արժանացնես իրանց։ Գնաս ասես, փառք Հիսուսին քո համար, ես սիրում եմ քեզ։ Ոնց որ ինձ կանչեցին, պատիվ տվեցին ու ասին, մենք սիրում ենք քեզ։ Դա իմ համար գիտեք ինչ էր։ Համ Մերսեդես էր, համ մի հատ մեծ տուն էր, համ էլ լավ այդ ոսկիներ էր, ամեն ինչ էր։ Այդ մի խոսքը երիք էր ինձ։ Որտեւ գիտեք ինչ է, դա ինձ երանելի դարձրեց։ Հալելույա։ Որտեւ այն նվերը, որ ինձ բերեն տան, այդքան ինձ չի ուրախացնի, որքան մենակ այդ խոսքը որ ասեն, մենք ձեզ սիրում ենք։ Փառք Տիրոջը։ Ուզում ես որ երջանկացնես մարդուդ, կողքիդ մարդուն, քո ընտանիքը, գնա ամուսնուդ ասա, ես քեզ սիրում եմ, հալելույա։ Որտե կասի դու ով ես ինձ սիրում ես։ Գնացեք արեք, այն ինչ որ Աստված ասում, սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, հալելույա։ Գիտես գնացա, ես ուզում եմ երջանկացնեմ քեզ, հալելույա։ Գիտեք ամեն ամուսին ուզում է երջանիկ լինի։ Ամեն կինն էլ է ուզում երջանիկ լինի։ Հիմա համ եղբայրներին եմ ասում, համ քույրերին։ Ուզում ես, որ քո ամուսինդ կամ կինդ երջանիկ լինեն։ Գնա երջանկացրա, ով է բռնի ձեռքդ։ Գնա ինչ-որ մի լավ բան արա։ Այն արա ինչ-որ չես արել։ Ու տեսեք նրա ժպիտը, նրա ուրախությունը, հալելույա։ Գիտես մի հատ քույրիկ ասում էր, իմ կյանքում Հովիվ ջան, հələ ամուսինս մի հատ ծաղիկ չի նվիրել։ Ու խոսում էինք, հալելույա։ Ճիշտ ասած, գիտես այնքան սրտից կպել էր, զանգեցի իր ամուսնուն, ասի, ընդհանրապես դու ուզում ես, որ քո կինը երջանիկ լինի, ասեց, ոչ չեմ ուզում, Հովիվ ջան, բա ով չի ուզում, հալելույա, բա ի՞նչ ես երջանկացնում, մի հատ ծաղիկը, սիրելիս, մի հատ փոքր ծաղիկը։ Այսօր շատ մարդիկ մտածում են, պետք է այս կնոջը մեքենա առնի, որ կինը երջանկանա, էդի չի երջանկությունը։ Մի հատ փոքր ծաղիկը դա երջանկացեց այդ կնոջը։ Զանգելա ինձ ասում է, Աստված լսեց մեզ, ես էլ չասի, որ ես եմ ասել։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Խի ասեմ։ Թող հավատա։ Չէ՞ որ ես Տիրոջ ձեռքերի մեջ գործիք եմ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հո վատ բան չեմ արել։ Վատ չեմ արել, չէ՞։ Փառք Հիսուսին, որ ինչ արեց, երջանկացավ այդ կինը, մեր քույրիկը, հալելույա։ Դրա համար քույրեր եւ եղբայրներ, երջանկացրեք միմյանց, հալելույա։ Որ տեսնեն ասեն, երանելի է քո մարդը, ամեն, կնոջ քույրիկին, իսկ ամուսնուն ասեն, երանելի է քո կինը, փառք Հիսուսին։ Ու ինձ ասում են, ամեն, դու երանելի մարդ ես, որտեղ ճիշտ կին ունես քո կողքդ։ Ես հավատում եմ, որ իրանն էլ ասում են դու էլ ես երանելի, որտեղ, հա, փառք Աստծո։ Մի հատ վկայություն էր, միտեղ իրար հետ նստած էինք, հալելույա, ու ինքը խոսացել էր, ասել, ես ոչ թե ամուսին ունեմ, այլ գանձ ունեմ։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Ու այդ աղջիկը զարմացել էր, ասում է, առաջի անգամ եմ այդպես բան լսում։ Հետո ասի, ուզում ես տեսնես, հա, որ ես ճիշտ եմ ասում, ինքը ճիշտ է ասեց, հա, ասի ես զանգեմ, իր հեռախոսը նայեք։ Հալելույա։ Ու երբ որ այդ աղջիկը նայեց հեռախոսի մեջ, թե իմ զանգի, իմ համարի ինչա գրված, ինքը վարժի շշմեց։ Ասեց հիմա հավատում եմ։ Փառք Հիսուսին, ամեն, մեր Մարիամ քույրիկը վկա է։ Փառք Աստծո։ Ասա փառք Տիրոջը։ Ասա ես արթուն եմ լինելու, իմ հանդերձները չեմ կեղտոտելու, պահելու եմ։ Եվ ասում է 16-րդ խոսքում, եւ ժողովեցին նրանց այստեղ, որ եբրայերեն Արմագեդոն է կոչվում։ Մենք գիտենք Արմագեդոնը ինչ է լինելու։ Ամեն, բայց 7-րդ հրեշտակն իր սկավառակը թափեց օդի վրա եւ մեծ ձայն դուրս եկավ երկնքի տատրարից եւ աթոռիցը, որ ասում էր, եղավ։ Ասա մի օր լինելու է, ինչ որ Աստված խոսացել է, որ այս աշխարհը ինչ անելու, շարժվելու է։
ու այսօր սկսել է։ Ամեն։ Փառք Հիսուսին, եղավ։ Եվ եղավ ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք եւ մեծ շարժ եղավ, որ այնպեսին չէր եղած, քանի որ մարդիկ երկրի վրա են, այնպեսի մեծ շարժ էր։ Եվ մեծ քաղաքը 3 կտոր եղավ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան, եւ մեծ Բաբելոնը հիշվեցավ Աստծո առաջին, որ իր ցածման բարկության գին ու բաժակը նրան տա։ Եվ ամեն կղզի փախավ, եւ սարեր չգտնվեցան, եւ երկնքից տաղանդաչափ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վրա, եւ մարդիկ հայոցին Աստծուն այն կարկտի հարվածի համար, որ սաստիկ մեծ էր նրա պատուհասը։ Բայց ումա երանելի ասում, այս ամենի մեջ ովքեր արթուն են եւ իրանց հանդերձները չեն կեղտոտում։ Փառք Հիսուսին։ Ամեն մի տեղ կարդանք ու աղոթենք։ Թող փառաբանության խումբը գա։ Շատ տեղեր ունեմ ասելու երանելի լինելու համար ինչա պետք մեզ 22-ի 7-ում գրված շուտով գալիս եմ հայտնություն 22-ի 7 շուտով գալիս եմ երանի նրան որ այս գրքի մարգարության խոսքերը պահում է Փառք Հիսուսին ասա Տերը ամեն ինչից ինձ ազատելու է Կարաս ասես Տերը ամեն ինչից ամեն պատուհասներից ինձ ազատելու է որտեղ ասում է եթե ես գամ երանի քեզ Փառք մեր Աստծուն Այսօր մենք հաղորդություն ունենք նաև ես ուզում եմ հիմա շուտ աղոթեմ բոլորիդ համար որտեղ խոստացել եմ ինձ սրտիս մեջ կա որ այսօր ամեն մեկը մաքրված սրբված Քրիստոսին վերցրած կերած խմած դուրս գնաք Ամեն Հալելույա Լավ Երկու տեղել եմ ուզում կարդամ, չգիտեմ ոնց որ կիսատ ինչ-որ բան մնացել է։ Հալելույա։ Առակաց 8 32 Եվ հիմա որդյակներ, ասա Տերը իմ հետ է խոսում հիմա։ Լսեցեք ինձ եւ երանի նրանց որ պահում են իմ ճանապարհները։ Առակաց 14 21 Հալելույա Կներեք Իր ընկերին անարգողը մեղաչում է բայց ով որ աղքատներին ողորմի երանի նրա Հալելույա 29-ի 8 Ծաղր անող մարդիկը քաղաքը տակնու վրա կանեն բայց իմաստունները բարկությունը կհանգեցնեն Հալելույա Ամեն Փառք Տիրոջը Եսայա 30 18 Եվ դրա համար Տերը սպասելու է որ ձեզ ողորմի Ասա Տերը հիմա կանգնած է որ մեզ ողորմի Եվ դրա համար բարձրանալու է որ ձեզ գտա Հալելույա Որտեւ Տերը իրավունքի Աստված է Ասա Տիրոջ իրավունքով ենք մենք այսօր այստեղ Երանի այն ամենին որ սպասում են նրան Ով է սպասում Տիրոջը Լույս դու այսօր սպասում ես եկել Տերը այստեղ է